Սիրելի հայրենակիցներ, հարգելի հետևորդներ, բարև ձեզ։ Հայացք Սյունիքից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Թողարկումը նվիրված է Սյունիքի պատմության ամենահերոսական դրվագներից մեկին, Լեռնահայաստանի հռչակման 105-րդ տարեդարձին, որը լրացավ մի քանի օր առաջ, ապրիլի 26-ին։ Մեր հյուրն է Աշոտ Սիմոնյանը Եղեգնաձորից։ Պարոն Սիմոնյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց այնքան մեծ աշխատանք է կատարել պատմական Սյունիքին առնչվող թեմաների ուսումնասիրման ուղղությամբ, որ առանց վերապահումի կարող ենք ասել գործ ունենք Սյունիքի պատմության խորագիտակ հետազոտողի գիտնականի հետ։ Նրա հեղինակած վերջին գիրքն է Սյունիքը 1917-1921 թվականների գոյապայքարի հուշամատյանը, որը լույս է տեսել 2025 թվականին։ Պարոն Սիմոնյան, ողջունում ենք ձեր այցը Սյունյաց երկիր-թերթի տաղավար, բարով եք եկել, շնորհակալություն, որ ընդառաջել եք մեր խնդրանքի եւ հասել կապան եւս մեկ անգամ ներկայացնելու Սյունիքի պատմության հիրավի փառապանց էջը, Լեռնահայաստանի ծնունդը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ։ Շնորհակալություն հրավերի համար, Սյունյաց երկիր-թերթի խմբագրությանը, համցինս ձեզ, պարոն Ալեքսանյան, այս հրավերի համար, այս կարևոր թեմայի վերաբերյալ հնարավորություն տալու խոսելու այս կարևոր թեմայի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, մեկ հանդիպման կամ զրույցի ընթացքում բնականաբար հնարավոր չէ շատ թե քիչ ամբողջական ներկայացնել մեզ հետաքրքրող թեման։ Միգուցե նախ եւ առաջ համառոտ անդրադարձ կատարենք Սյունիքում ստեղծված վիճակին, ռուսական կայսրության փլուզումից 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, որից հետո մենք աստիճանաբար հասնենք մինչև 1921 թվական։ Խնդրեմ։ Երբ որ խոսքը գնում է ինքնավար Սյունիքի կամ Լեռնահայաստանի մասին, պետք է հստակեցնենք, որ սա նոր հայկական պետականության մասին չէ խոսքը։ Սյունիքը, ինչպես մյուս հայկական շատ գավառներ, այդ իրադարձությունների 17 թվականի հեղափոխությունից հետո այդ հայ-թուրքական թարումներ, հետո օսմանյան թուրքերի հարձակումներ, այդ բոլոր կռիվներին ինքը դիմադրել է, երբ սկզբից թուրքերին տեղի, հետո օսմանյան զորքերին, այնուհետև Ռուսաստանի, բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, եւ ի տարբերություն շատ գավառների հաղթանակով է ավարտել այդ ինքնապաշտպանական կռիվները։ Սակայն Սյունիքի ինքնապաշտպանության, Սյունիքի կարևորությունը հատկապես նրանում է, որ երբ որ Հայաստանում Հայաստանի Հանրապետությունը սովետականացվեց, փլուզվեց, իր անկախությունը երբ որ կորցրեց, այդ ժամանակ Սյունիքը վերցրեց իր ուսերին այդ հայկական պետականության պատասխանատվությունը, այդ բեռը։ Իսկ մինչ այդ հեղափոխությունից հետո ինչ մարմիններ ձևավորվեցին, որոնք ժամանակավորապես փոխարինեցին պետական կառույցներին։ Ուրեմն բնականաբար միջև ցարական շրջանում, ցարական Ռուսաստանի շրջանում Զանգեզուրի գավառը, ոչ այս տարածքում քիչ ավելի ընդարձակ, դել է Ելիզավետապոլի նահանգի մեջ, երբ որ հեղափոխությունից հետո ստեղծվեցին ազգային իշխանություններ, հանձինս Հայաստանում Զանգեզուրի ազգային խորհրդի կամ շրջանային խորհրդի, թուրքերն էլ իրենց համար ադրբեջանցիներ, քանի որ Գորիսը հայաբնակ էր, իրանք քաշվեցին դեպի Կուբատլի, իրանց այդ թուրքերով հոց այդ շրջանը եւ իրանք էլ իրենց համար Զանգեզուրի իրենց Այսինքն Զանգեզուրի գավառը մասնատվեց, բաժանվեց երկու մասի։ Այո, հայկական եւ ադրբեջանական մասերի։ Ադրբեջանական մասերի։ Բայց փաստացի ազգային խորհուրդը Զանգեզուրի դարձավ գավառային իշխանություն։ Այստեղ շատ կարևոր դեր խաղաց Զանգեզուրի ազգային խորհրդի իշխանության ամրապնդման գործում, ուրեմն արևմտահայոց զորական խմբերի մուտքը Զանգեզուր, որը սկսվեց 18 թվականի գարնանից, հատկապես մայիս ամսից, մայիս-հունիս ամիսներին, որոշումները իհարկե Անդրանիկի հետ եկան ավելի ուշ, բայց մի մասը ավելի շուտ եկան։ Այդ ժամանակ արդեն սկսվել էր այդ թուրքերի սար բարձրանալու հետ կապված դրանց թուրքերի ասպատակությունները, սպանություններ, նույնիսկ յուղերի վրա հարձակումներ եւ Սասնո գնդի հատկապես եւ արևմտահայոց մյուս զորական խմբերի աջակցությամբ Զանգեզուրի տեղական իշխանությունը, ազգային խորհուրդը, նաև տեղական այդ վաշտերը, զինվորներին կարողացան եւ դիմակայել այդ թուրքերի այդ
ասպատակություններին եւ նաեւ ներքին այդ Այսինքն Սյունիքը ինքնապաշտպանության դիմեց եւ արժանապատվորեն կարողացավ դիմակայել նոր մարտահրավերների։ Եվ կարծում եմ ներողություն Զորավար Անդրանիկի ուրեմն գալստյամբ Սյունիքում իշխանությունը եւ զորական ուժերը ավելի ու ամրապնդվեց։ Իհարկե մի շատ նկատի ունեմ 1918 թվականի օգոստոսի 3-ին մտավ Գորիս, իսկ հուլիսի վերջերին Կապանի ուրեմն Նախիջևանից Կապուջուղ Լեռնանցկով անցել էր դեպի Կապան։ Անցավ Կապան, հետո այստեղից գնացել է օգոստոսի 3-ին մտել է Գորիս Անդրանիկը։ Միջև այդ սակայն մի շատ կարևոր էլ է դրվագ, որ օգնել է Սյունիքի ինքնապաշտպանության գործին, Շուշվա գնդի եւ Գանձադի գումարտակի մուտքն էր Զանգեզուր։ Սա ստեղծվել էր 18 թվականի սկզբներին, շատ երկար ճանապարհորդություն էր կատարել Վայոց ձորով, եկել Զանգեզուր, հատկապես սրանց իհարկե սրանց մեծ մասը ճանապարհին փախել էին, մի մասը կոդորվել, մի մասը անցել Արցախ, բայց սրանց ամենակարևոր ներդրումը Սյունիքի ինքնապաշտպանության այն հսկայական զինամթերքն էր եւ բանակի համար են բոլոր պարագաները, այդ զինվորական հագուստները, բան ամեն ինչը, որ բերեցին Զանգեզուր, այդ ժամանակ Զանգեզուրը շատ հեռու լինելով Երևանից, նման բաների շատ խիստ պակաս է ունեցել, սա շատ կարևոր, ինքան իրանց այդ զինական օժանդակությունը չէր Սյունիքի ինքնապաշտպանությունը, որքան իրանց այդ բերած զինամթերքը, հա։ Եվ ներողություն, այդ կերպ մենք թևակողեցինք 1919 թվականի հունվար, երբ որ արդեն շատ թեքիչ պետական կարգավիճակ տրվեց Սյունիքին։ Իհարկե Անդրանիկի մուտքը, Անդրանիկի գործունեությունն այստեղ շատ կարևոր եղել, ամրապնդելու, Անդրանիկից այնքան իր հմայքը, իր այնքան մեծ ա եղել հեղինակությունը ժողովրդի մոտ, որ արդեն այդ անիշխանական, այդ քաոս ստեղծող այդ ուժերը ինքնին լռել են, այդ բոլորը հաղթահարվել է եւ Անդրանիկի նաև կարողացավ Անդրանիկի ամենակարևոր ներդրումներից մեկը, որ Զանգեզուրի տարբեր գավառների միջև հաղորդակցությունը ինքը կարողացավ բացել, հատկապես Սիսյանը Գորիսին կապող այդ աղուտի եւ վերցնել վերահսկողության տակ։ Թուրքական գյուղերը ուղղակի մաքրեց այդ ճանապարհին եւ Զանգեզուրը դարձավ միասնական այդպես այդ հաղորդակցությունը բանը, բայց Անդրանիկը քանի որ ուզում էր դի հեռանալ Հայաստանից, ինքը նույնիսկ դիմեց Հայաստանի կառավարությունը, նաև ազգային խորհուրդը նախագահ Միքայել Պարոնյանի գլխավորությամբ դիմեցին Հայաստանի կառավարությանը, խնդրելով իրենց վարչական կարգավիճակ տալ եւ տալ եւ նաեւ իշխանությանը օգնություն, դեֆինանսավորում եւ այլ։ Եվ հունվարի 30-ին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվեց Սյունիքի նահանգ, գեներալ կոմիսար նշանակել, գեներալ կոմիսար, դա տարբեր անուններով է, էլի եղել այդպես հայտնի, եւ նշանագեց Արսեն Շահմազյանին շտաբս-կապիտանի հաստիկով, զինվորական կոչումով նշանագեց Սյունիքի առաջին գեներալ նահանգապետ կամ գեներալ կոմիսար։ Ով Գորիս ասավ, եթե չեմ սխալվում մարտի 12-ին հասել է Սյունիք արդեն եւ անցել է Արսեն Շահմազյանի գործունեությունը 19 թիվը մի քիչ մեր պատմագրության կողմից անտեսված է, բայց հատկապես այդ իր այդ իշխանության ամրապնդման բանակի ամեն ինչ այդ ինստիտուցիոնալ այդ կայացման գործում Արսեն Շահմազյանի ներդրումը շատ մեծ է եւ իրան դի վերագրենք օգոստոսյան կռիվների, որ հաղթեցին Կապանյան ճակատում, այնուհետև ամենամեծ հարձակումը Սյունիքի վրա 19 թվականի նոյեմբերի ճիշտ ասած բանը որոշ հուշագրություններ սխալմամբ մեդին են տալի, բայց իրականում 3-ին է սկսել եւ 8-ին ավարտվել է այդ ու սկզբից որը պատմագիտության մեջ Զանգեզուրի գոյամարտ է կոչվում։ Հա, գոյամարտ, որ ասում են հենց առաջինը էդ են գադի ունեցել, դեղ իհարկե աշկին գող շատ անձին կան, այդքան չխորանանք, ոսկով այդ բոլորը Արսեն Շահմազյանի կազմակերպչական այդ կազմակերպչական գործունեության հետևանքով է։ Ինքը գիտեր իրանց հուշագրություններ, ասում է, ինքը գիտեր ում որտեղ դնել, շատ կարևոր էր։ Ինքը նաև շատ մեծ չասեմ, պահանջարկներ էր գրել մատակարարման զենք, զինամթերք, սպաներ, որպեսզի ինքը զգում էր իր պատասխանատվությունը, Սյունիքի պատասխանատվությունը եւ Արցախի
վերաբերյալ, որտեղ Արցախը կդրված էր, ամեն կապը տեղի էր ունենում Սյունիքի միջոցով, Լեռնային Նախիջևան, Սիսիանի կողմից Կողտանի հայության հանդեպ իր պատասխանատվությունը եւ ինքը ասում էր, եթե դուք ինձ տակ անհրաժեշտ է զենք զինամթերքը, տեղի հարցերը շատ իրավիճակը լրիվ կշտկվի, որ գրել էր այդ զեկուցագրերին անպատասխան թողնելու հետևանքով, այդ որ չերին դրամադրում, ինքը դրա համար հրաժարական ա տվել։ Իրան դեռ շատ մեծ օվացիաներով ընդունել են, նոյեմբերի վերջին որ գնում է Երևան, հուշեր կա, որ այդ Հայաստանի պարլամենտ որ երբ որ մտնում է, ոտնգաս իրան դիմավորում են, որպես Զանգեզուրի հերոս, հատկապես այդ ժամանակ հայկական բանակը պարտություններ էր կրել Վեդի Բասարի կռիվների, Զանգի Բասարի եւ այստեղ մեկ էլ Նախճիվանը կորցրել էինք, չէ՞, շարուրը։ Այո, հանգած միակ հաղթանակը Զանգեզուրը Արսեն Շահմազյանի շնորհիվ։ Եվ գիտեք ներողություն, եւ օգտվելով առիթից, քանի որ մենք երբեք այսպես հրապարակավ խոսք չենք ասել Արսեն Շահմազյանի մասին, կարծում եմ նույնիսկ շատ ուշացած է, գոնե հիմա մենք պիտի Սյունիքում հավերժացնենք Արսեն Շահմազյանի հիշատակը, չմոռանանք, որ 1919 թվականի Զանգեզուրի գոյամարտի գլխավոր հրամանատարը կազմակերպիչը հենց ինքն է եղել։ Մանավանդ որ ինքն էլ հետագայում ունեցավ ողբերգական ճակատագիր, ողբերգական վերջաբան։ Հիմա տեղափոխվենք 1920 թվականի սկիզբ եւ փորձենք առանձին ներկայացնել ինքնավար Սյունիքը համազանգեզուրյան առաջին համագումարը, որ տեղի ունեցավ 20 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ես տեսեք, բանը 20 թվի մասին մի քիչ համառոտ ներկայացնել 20 թվին իրադարձությունները, ուրեմն 20 թվի դեռևս 19 դեկտեմբերին, երբ որ Արսեն Շահմազյանը վերադառնում է Երևան, իր տեղը նշանակում է երկու հոգի, Արսեն Շահմազյան եւ ընդհանուր ժամանակահատված եւ ռազմական եւ քաղաքացիական ղեկավարներ, այդ երկուսը միասին ինքն էր կատարում, իր փոխարեն ուղարկում են այստեղ Սերգեյ Մելիգիոլչյան, Սիսիանի Մազրա ներկայումս կարծեմ Մուսկա կոչվում, այդ յուղից եւ գեներալ Ղազարովը, Իվան Ղազարովը։ Բացի դա, ուրեմն դրոն էքսպեդիցիոն ջոգադա կազմում եւ գալիս է Սյունիք։ Այստեղ իհարկե ինքը արդեն զգում են, էլի որ Արցախում իրավիճակը շատ բարդանում է եւ նաեւ այստեղ, եւ գալիս է այստեղ, հետո ցավոք իրան շատ կարճ ժամանակ հետո կանչում են Երևան, հենց այդ ժամանակ էլ տեղի անեն որոշակի անցանկալի իրադարձություններ։ Նախ դրոյի առաջի քայլը լինում է այս հունվարի սկզբներին, հունվարի շուրնուխ ու ճակատամարտը, հունվարի 19-ին, եթե չեմ սխալվում։ Այդ նոր տոմարով, հին տոմարով դες տարբեր են, ուրեմն դա լուրջ շատ մեծ հերոսամարտ ա եղել շուրնուխում։ Ու դրանից հետո ինքը թողնում գնում է Երևան, դեղ գնում է այդ ժամանակ արդեն թուրքերը Իգդիրի սրմալույում են, ապստամբում ինքը գնում է դեղ, ղեկավարում չի կարողանում հասնել ժամանակին, եւ այդ ժամանակ Արցախում ապստամբություն է ցակում մարտի 20-ին, բայց միջև այդ թուրքական ամբողջ ադրբեջանական զորքը հավաքվում է Սյունիքի եւ Ղարաբաղի Արցախի դեմ։ Նույնիսկ իրանց հյուսիսային սահմանները այդ Ռուսաստանից պաշտպանելու համար ոչ համարյա զինվոր չեն տոնում, ամբողջ բանակը ուղղորդում են այստեղ, որ վերջնական այդ Արցախի հարցը, Զանգեզուրի հարցը եւ այս իրավիճակում դեկտեմբերի 26 անհրաժեշտություն ինքնավար 20 թվի գարնանն է։ Այո։ Հա, այդ ժամանակ դեռ էլի կարևոր իրադարձություն է, ուզում եմ դա ներկայացնեմ, ուրեմն այդ այստեղ Զանգեզուրում մերոնք կարողանում են հաղթել, բայց Արցախում մերոնք շատ են քանի որ զենք զինամթերք չեն ունենում, ագին կորուստներ են ունենում տարածքային բան, եւ երբ որ դրոն հասնում է, արդեն ապրիլի 10-ին այդ Շուշվա կոդուրած արդեն տեղի է ունեցել, բայց կարողանում են Նժդե Կապանի կողմից, իսկ դրոյի զորաճոգատները Սիսյանից Պողոս Տերդակյանը, բանը Պողոսը բանի է դառնում, դրոյի այդ Գորիսի կողմից են մտնում են, կարողանում են այդ ադրբեջանական հարձակումը հետ մղել, համարյա ամբողջ Արցախը ազատագրում են, բացի Շուշին ու կանգնում են։ Հոկտեմբերի 11-ին Պողոս
Դավթյանը Վայոց ձորից Մտնամասիսյան, Նժդեներ Կապանի կողմից է գալի, հետո ռուսները համալրում են ստանում Կարմիր ասկերներին 1200 հարժիսի այդ ողբերգությունը բան այդ ժամանակ ալինը մոտ մի ամսից ավել տենց համառ կռիվներ ալինն Պողոս Դավթյանն ազովում այդ ժամանակ եւ խոսքը նոյեմբերի 20-ին գրավում են Գորիսը եւ մաքրում են Զանգեզուրը բոլշևիկներից։ Այդ ժամանակ արդեն Սյունիքը այստեղ մարտի բացի Նժդերն ալինում, Ռուբեն Տերմինասյանն ալինում, այնտեղ խորհրդակցում են, որ տեսնում են, որ պետք է մի իշխանություն լինի, որ հայկական շահերով զբաղվի։ Այսինքն տեղում իշխանություն ստեղծելու անհրաժեշտություն ծագեց։ Հայկական շահերը պաշտպանելու։ Այո, Սյունիքում։ Դա 20 թվականի արդեն դեկտեմբերին էր։ Ուրեմն Եվ ներողություն, եւ 25-ին գումարվեց Զանգեզուրյան առաջին համագումարը Տաթևի վանքում։ Որպեսզի հայ ժողովրդի շահերը այդ խառնակ ժամանակներում կարողանա պաշտպանել, Սյունիքում ստեղծվեց մի անկախ պետական միավոր, ինքնավար Սյունիք, իր հռչակագրում իհարկե նշվում է, որ ինքը այդ ինքնավարությունը պետք է լինի, միջև որ հանգամանքները իրավիճակը այնպես լինի, որ կարողանան միանալ Մայր Հայաստանին։ Այսինքն դա ժամանակավոր քայլ էր, ոչ թե կենտրոնական իշխանությունից անջատվելու դրսևորում էր, այլ մինչև որ Հայաստանում իրավիճակը կայունանա, այո, կլինի եւ որ կայունանա, որ արդեն իրանք Սյունիքը նորից կմիավորվի Մայր Հայաստանը։ Ինքնավար Սյունիքի նպատակը, այդ կարգավիճակը, այդ հռչակագիրը այդ իմաստուն էր։ Հա, նույնն էլ ինքնավար Եվ ով է գլխավորում ինքնավար Սյունիքը։ Ուրեմն ժողովը նախագահել է Գեդեոն Տերմինասյանը, ինքը Խլաթաղ գյուղից է Ղափանի։ Այո։ Հա, կարևոր դեմ կա եղել, տարբեր պաշտոններ ա գրավել, այնտեղ Տիգրան տեղակալները Տիգրան Մելիք-Հուսեյնյանն ա եղել, Նիկոլայ Դորունցը, այդ Գորիսից ա եղել, Նիկոլայ Դորունցը Սվարանց Տաթև գյուղացի է, մեկ տալիս են, այդ համարյա նույն գյուղն է, էլի տարբեր ստեղծվում է կառավարություն 9 հոգուց բաղկացած, ինքնավար Սյունիքի ժամանակ սկսվում է Սյունիքի կամ ուզում եք ասենք Լեռնահայաստանի ընդարձակում, ամենամեծ տարածքային ձեռքբերումները եղել է ինքնավար Սյունիքի ժամանակ։ Ուրեմն դեռևս նոյեմբերի վերջերին, երբ որ Սյունիքը մաքրվեց բոլշևիկներից, Թևան Ստեփանյանը, Հադրութի հրամանատարներից մեկը, գալիս է Սյունիք, Նժդեի հետ հանդիպում է, զենք զինամթերքի օգնություն է ստանում, նաև ցուցմունքներ ստանում, եւ հունվարից սկսում է ապստամբական շարժումները վռնդում են այդ բոլշևիկյան իշխանություններին, սկզբից Հադրութում, հետո իր զորաբանակը մեծանում է։ Այսինքն կարող ենք փաստել, որ Արցախը այդ ժամանակ մտավ ինքնավար Սյունիքի վարչական տարածքի մեջ։ Այդ ժամանակ ուրեմն մի քանի վաշտեր ա ուղարկում Նժդեը օգնելու Թևանին, Հովանես Տեր-Պետրոսյանի Վերին Խոտանան գյուղացի պարուչիկ ա եղել, հա իր գլխավորությամբ նաև էլի գործիչներ Լիքը Գորիսից, ես անուններ հիմա չտամ, հա ուղարկում ա այդտեղ եւ այդ կռիվները տևում է մինչև ապրիլի 18-ը։ Ապրիլի 18-ին պատճառների մեջ 21 թվականի պատճառների մեջ չխորանա, մի խոսքով ստիպված են լինում այդ վաշտերը հետ գալ Զանգեզուր, նաև Թևանի ապստամբ այդ զորքերի մի զգալի մասը անցնում են Զանգեզուր։ Այնուհետև փետրվարի 16-ին, 15-16-ին Լեռնահայաստանի ուժերը ազատագրում են Վայոց ձորը եւ դարձյալ միավորվում են մարտի սկզբներին տեղի ունեն Վայոց ձորի գյուղացիական համագումարը, որտեղ Եղիշե Իշխանի գլխավորությամբ, որտեղ որոշում է ընդունում միավորվել Սյունիքի հետ։ Պարոն Սիմոնյան, որպեսզի մեր հետևորդները պատկերացնեն, ուրեմն ինքնավար Սյունիքի կազմի մեջ մտնում էր եւ Վայոց ձորը եւ Արցախը։ Արցախ եւ նաեւ Գեղարքունիքը։ Եվ նաեւ Գեղարքունիքը մասամբ, ասենք։ Հա, եւ այդքան այդ ամբողջ տարածքը ինքնավար Սյունիք էր կոչվում։ Եվ հանկարծ ամիսներ հետո, ասենք դեկտեմբերից մինչև ապրիլ, նոր կարգավիճակի անհրաժեշտություն առաջացավ։ Պատճառը հետևյալն է։ Ուրեմն գիտենք, որ ապրիլի 2-ին Փետրվարյան ապստամբությունը պարտություն ա կրում, Երևանը ստիպված են ապստամբները լքել Երևանը, անցնում են Գառնիի շրջան, այնուհետև այնտեղից
ոտքով այդ ձյունածածկ այդ Ջրինի ձոր, Վեդիի ձորի այդ լեռնային շրջաններով անցնում են Վայոց ձոր։ Վայոց ձորը թողում են 12-ից 13-14-ին անցնում են Զանգեզուր արդեն, Զանգեզուր։ Այդ ժամանակ արդեն անհրաժեշտություն ալինում հայկական, որտեղ Երևանը անկում է ապրել, նոր մի իշխանության, մի պետական մարմնի, որպեսզի այդ հայկական հարցերով զբաղվի։ Գիտենք, որ Փետրվարյան ապստամբության ժամանակ ստեղծված ալինում իշխանության նոր մարմին Հայաստանի փրկության կոմիտե, Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Երբ որ սրանք գալիս են Զանգեզուր, մինչև այդ Լեռնահայաստանի հռչակումը, ուրեմն ապրիլի 21-ին տեղի է ունենում փրկության կոմիտեի վերջին նիստը, հենց Տաթևի վանքում, ուրեմն տեղի ունենում սա լուծարվում է փրկության կոմիտեն, բայց ինքը իր միջից մի փոքր կազմ արտաքին գործերով զբաղվելու, արտաքին հարաբերությունների համար, ասենք արտաքին աշխարհի հետ, այնտեղ եվրոպական տերությունների ներկայացությունների հետ կամ ռուսական կամ չգիտեմ, այդ մի փոքր մարմին է ստեղծում կառավարության նման հարցերով զբաղվելու համար։ Եվ ապրիլի 26-ին տեղի ունեցավ համազանգեզուրյան երկրորդ արտակարգ համագումարը, որը ազդարարեց Լեռնահայաստանի ծնունդը։ Այ խնդրեմ այդ մասը։ Ուրեմն մինչև այդ ասեմ, որ այդ փրկության կոմիտեի նիստում նաև ամբողջ այդ որոշումը, որ ամբողջ այդ զինվորական զորամասերը ամեն ինչը տրամադրում է Լեռնահայաստանին, Ազերբայջան ինքնավար Սյունիքին։ Բնականաբար հետո անցնում է Լեռնահայաստանին։ 21 թվականի ապրիլի 26-ին հրավիրվում է համազանգեզուրյան արտակարգ համագումար Տաթևի վանքում նորից, որտեղ ինքնավար Սյունիքը վերանվանվում է Լեռնահայաստան, ստեղծվում է 7 հոգուց կազմված կառավարություն, արտաքին վարչապետ եւ արտաքին գործերի նախարար եւ ռազմական նախարար դառնում է Գարեգին Նժդե, այնտեղ ներքին գործերի նախարար Սերգեյ Մելիգյոլչյան, այնտեղ Ավետիսյան, սա կոալիցիոն կառավարություն ալինում երկու հոգի լինում են Զանգեզուրի գործիչներից, Բժիշկ Տեր Մինասյան կամ Մինասյան, Գարեգին Նժդեը դել է համարենք դերսից է։ Եվ Սերգեյ Մելիգյոլչյանը դե ասեցինք Սիսյանից է այնտեղ, եւ մեկ էլ պետական վերահսկիչը Գեդեոն Տեր Մինասյանն է։ Մյուսները այնտեղ Ավետիս Օհանջանյան, բոլորը արդեն Երևանի փրկության Պաստորեն Սյունիքում ստեղծվեց պետական նոր անկախ միավորում Գարեգին Նժդեի գլխավորությամբ։ Այո։ Եվ դրա կարիքը պատմական ինչ անհրաժեշտություններ առաջացել։ Առաջինը պաշտպանական անհրաժեշտությունը, երկրորդը հիշում ենք, ասենք, բարենային ծայրահեղ ծանր վիճակը, արտաքին աշխարհին ներկայանալ որպես պետություն, ոչ թե ասենք, երբ որ փրկության կոմիտեն առանձին էր ներկայանում, ասենք ինքնավար Սյունիքը առանձին, այստեղ հենց Սիմոն Վրացյանը դժգոհում ասում է, որ դա տարակուսանք էր առաջացնում, էլի։ Եվ ստեղծում է փաստորեն մի հայկական պետություն, որը եւ կարողանում է ինքնապաշտպանությունը կազմակերպել Սյունիքի։ Գլխավոր հարցը բնակչության անվտանգության ապահովումն է։ Դա հիշենք, որ նաեւ 10,000-ից ավել Երևանի գաղթականություն այդ ժամանակ լցված էր Սյունիքում, դրանց բարենավորման գործը, դրանց տեղավորման, այդ ամբողջ զորաբանակը, հսկա զորաբանակ կար, այդ փրկության կոմիտեի զորքերը, այդ բոլորի այդ կառավարումը իհարկե շատ այնտեղ տարաձայնություններ ա եղել, բավականին մեծ խնդիրներ ունեցող ժամանակ ա եղել եւ այդ իր վրա վերցրել է ուրեմն Լեռնահայաստանի կառավարությունը։ Այո։ Եվ կարծում եմ այդ խնդիրները մասամբ կարողացավ լուծել, չէ, հատկապես բարենավորման, եթե ինքնապաշտպանության հարցը շատ բարձր մակարդակով կազմակերպվում էր, բայց բարենավորման հարցում դժվարություններ կան։ Բարենավորման գործը ճիշտ ասած Նժդեի հիմնական դժգոհությունները Երևանի կառավարությունից, Երևանի ցեղազների, հենց այդ բարենավորման գործն ալինը, որտեղ ինքը նույնիսկ ասում է Պանամա։ Այդ Պանաման այդ հայտնի այդ
կոռուպցիայի խորհրդանիշն է Հակոբ Տեր-Հակոբյան Նախճիվանից ինքը Փրկության կոմիտեի անդամներից է լինում եւ իրան հենց այն սկզբից կառավարությունը իրան գործում է մեղրի որպեսզի կազմակերպի Պարսկաստանից այնուղտին գիտենք Պարսկաստանից այդ բարենամթերքը ծորենը ներմուծել դե շատ խիստ հակասություններ սուր հակասություններ առաջանում Նժդեի մեծ Հակոբ Տեր-Հակոբյանի միջեւ եւ այնտեղ ֆինանսների նախարար ա եղել իհարկե այստեղ շատ կարևոր է նշել որ այդ խնդրի բարենավորման խնդրի հետ կապված այնուամենայնիվ մեր հույսը Պարսկաստանի պետությունն էր եւ պիտի մենք այսօր փաստենք որ Սյունիքի համար դժվարին այդ ժամանակաշրջանում այնուամենայնիվ Պարսկաստանը նեցուկ եղավ Սյունիքի ազատագրական պայքարին։ Սա ուզում եմ մենք շեշտենք եւ չմոռանանք երբեք։ Իրանք իհարկե զինական օգնություն ցույց չեն տվել, բայց հենց այդ առևտուրը շրջափակված երկրամասի ոնց որ միակ դուրն էր էլի դեպի արտաքին աշխարհ գնալ գալը հենց այդ բարենավորման հարցերի լուծումը հետո այնուհետև չմոռանանք որ այդ գաղթականությունը երբ որ անցավ Պարսկաստան իրանք ամեն դեպքում դեմ չեղան էլ ընդունեցին թե չէ ասենք կարային եւ փակեին սահմանը եւ կկոդորվեին այդ ժողովուրդը եւ ներողություն շատ ուշագրավ է այն հանգամանքը որ Լեռնահայաստանը որպես պետական որպես պետություն հայտարարվեց որպես ժողովրդավարական դեմոկրատական պետություն ուներ իր խորհրդարանը ուներ իր դատական ատյանները մի խոսքով իդեմս Լեռնահայաստանի մենք ունեցանք բավականին լուրջ կազմակերպված պետական միավորում այո Սյունիքը կարողացավ ստեղծել այո պետական այդ լուրջ միավորումը որը պատմության այդ դժվարին ժամանակաշրջանում կարողացավ ապահովել Սյունիքի բնակչության անվտանգությունը Շատերը այսօր ասեն որ համարում են որ պարտվեց ամեն դեպքում ինքը պարտվեց վերջում բայց դե երբ որ հաշվես առնում են իրավիճակը երբ որ ամբողջ Անդրկովկասը սովետականացել էր մի փոքրիկ երկրամաս այդքան երկար տևական ժամանակ դիմակայի այդ ծերի հզոր բանակներին եւ կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը սա եզակի է որ ասենք բոլոր դեպքերում չեմ կարծում որ դա մենք որպես պատմաբան պիտի պարտություն համարենք պարտություն մենք չենք կարող համարել որտեղ գլխավոր պայմանը որ առաջադրեց Գարեգին Նժդեը հետեւյալն էր որ Սյունիքը պետք է առհավետ մտնի Հայաստանի Հանրապետության կազմի մեջ եւ այս ուղղությամբ ճիշտ է բանակցություններ էին գնում ընդ որում դժվար հունով էին ընթանում բայց ի վերջո կարողացավ նորաստեղծ սովետական պետությունը ընդառաջել Գարեգին Նժդեին, որտեղ այստեղ բավականին լուրջ դիմադրության էր հանդիպել եւ ի վերջո խոստացան ու իրենց խոստումը կատարեցին։ Սյունիքը այդ կերպ մտավ Հայաստանի կազմի մեջ։ Ուզում եմ նաեւ սերունդների իմանան չլիներ Լեռնահայաստանը, չլիներ Սյունիքի բնակչության ինքնապաշտպանական այդ հերոսական կռիվները, միգուցե եւ Սյունիքն էլ արժանանար Արցախի ճակատագրին, պարոն Սիմոնյան։ Ոչ միայն Սյունիքը, կարող է եւ Հայաստանը ընդհանրապես, որտեղ այդ ժամանակ արդեն կլիներ մի փոքր վարչական միավոր եւ կարող է ինքնավար մարզ, ինքնավար հանրապետություն դարձնեին, մտցնեին Վրաստանի եւ Ադրբեջանի գազում։ Հենց այդ դիմակայությունը, ժողովրդի դիմադրողականությունը, ոչ թե ասենք նա չի որ Մոսկվաներում այտենց սիրով ընդառաջեցին իրանք զգուշանում քաղաքական իհարկե ստիպված են եղել այսինքն նման կարա դիմադրություն լինի հայ ժողովրդի կողմից եւ իրանք բնականաբար չէին կարող էլի այդ չափ ասենք ոտնահարել հայ ժողովրդի շահերը ասենք Հայաստանի շահերը եւ գիտեք ինչն է տարօրինակ երբ որ մենք 105 տարվա հեռավորությունից դիտում ենք որ այսօր ցավոք սրտի նաեւ մեր պետական մարմիններում կան մարդիկ ովքեր Նժդեի գործունեությունը ոչ միայն ի վիճակի չեն գնահատելու այլև հիշում եք կրթության հայտնի նախարարը, որ Գարեգին Նժդեին անվանեց ֆաշիստ։ Այսինքն Սյունիքի փրկությունը կազմակերպած, ղեկավարած անձնավորության գնահատականը ցավոք սրտի այսօր որոշ հայորդիներ վիճարկում են։ Որը կրկնում շատ ցավալի է։ Սա եզակի դեպք չի, ասեմ ձեզ, մեր պետականությունը չի գնահատվել։ Եվ Երևանի Հայաստանի առաջին հանրապետությունը եւ նաեւ Լեռնահայաստանը չեն գնահատվել։ Հիմա անդրադառնում ենք Լեռնահայաստանի ուրեմն զարգացման հերթական փուլին հունիսի 1-ի դեպքերին։ Դեռևս
Տաթևի համագումարը, երբ որ հայտարարվեց Լեռնահայաստան կառավարություն, մինչև դեռ ասեցին, որ 21-ին, ապրիլի 21-ին Հայաստանի Փրկության կոմիտեից մի փոքր կազմ առանձնացել էր որպես Հայաստանի Հանրապետության կառավարություն, փաստորեն այդ ժամանակ գոյություն ուներ Զանգեզուրում երկու իշխանություն։ Մեկը կրճատված տեսքով, բայց ամեն դեպքում կար երկու իշխանություն։ Այս երկու իշխանության մարմինների գոյությունը ուղղակի շատ մեծ շփոթությունների տեղի Այսինքն նկատի ունենք Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Լեռնահայաստանի կառավարությունը։ Եւ սա նույն տարածքում երկու հայկական իշխանություն, սա բերեց մի քանի անցանկալի երևույթների, որոշեցին հունիսի 1-ին ուրեմն Լեռնահայաստանի կառավարությունը որոշ համալրվելով Հայաստանի կենտրոնական կառավարության ներկայացուցիչներով ուրեմն 11 հոգանոց կառավարություն նոր ստեղծեց, վարչապետ դառավ Սիմոն Վրացյանը, սպարապետը բնականաբար զինված ուժերի հրամանատարը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք հռչակվեց, Գորիսը եղավ եւ այստեղ շատ ուրեմն Հայաստանի, ասենք արդեն որպես Հայաստանի կառավարություն շատ մեծ իրադարձություններ տեղի ունեցան եւ վերջնականապես երբ կարող եք ասել պատմության ասպարեզից վերացավ Լեռնահայաստանը։ Վերջի անցնողը, որ արագ անցել են հուլիսի 12-ին, այսինքն Լեռնահայաստանի անկման վերջի ժամկետը ամսաթիվ կարելի է դա համարել։ Եվ դարձյալ մենք շեշտենք, որ Գարեգին Նժդեհի գլխավորած կառավարությունը իշխանությունը հանձնեց միայն պայմանով, որ Սյունիքը մտնի Հայաստանի Հանրապետության կազմի մեջ։ Ինչ այդ արդեն սովետական Հայաստանի կառավարությունը Ալեքսանդր Միասնիկյանի գլխավորությամբ եւ համաներման դեկրետ էին հրճակել եւ նաեւ որ Զանգեզուրը միավորվում է Հայաստանի սովետական Հայաստանի նույնիսկ խաբեությամբ նույնիսկ մի պահ հրճակեցին որ Արցախը եւ Նախճեվանն էլ Հայաստանի միավորվում փաստեցին որ հայերը դիմադրությունը դադարեցնեն Զանգեզուրի իր դիմադրությունը Այնուամենայնիվ Լեռնահայաստանը պատմական իր առաքելությունը կատարեց եւ կուզենամ մի քանի խոսքով դուք անդրադառնաք Գարեգին Նժդեհի կերպարին Գարեգին Նժդեհի դերը Լեռնահայաստան եւ ընդհանրապես Սյունիքի պահպանման հայոց Սյունիքի պահպանման գործում Գարեգին Նժդեհի դերը մեր սերունդները միշտ մեզ մատուցվել է որպես ասենք հայ ժողովրդի թշնամիներ գիտեք բայց Սփյուռքում այն Սփյուռքներում այն գաղութներում որտեղ հայությունը հայկական ոգին շատ բարձր է եղել Իրանը Լիբանանը այստեղ շատ կարևոր իրանց ոգեշնչելու համար շատ կարևոր է եղել Սյունիքի այդ ինքնապաշտպանական կռիվների պատմությունը Լեռնահայաստանի պատմությունը այն հույսի փարոզ որ կարող է նորից հայկական պետականությունը վերականգնվի այս ամենը կարելի է կարճ իհարկե էլի կարելի է նշանակությունը ասենք նշանակալից իր մասին խոսել բայց եւ այդ ամենի վերջում դրա ղեկավարը Նժդեհն է դա հենց երիկա որ ասենք իր անունը մնա հայոց պատմության մեջ շատ որպես ամենակարևոր գործիչներից մեր պետականության կարևոր գործիչներից մեկը բազմաթիվ պատմական փաստերով ապացուցված է Գարեգին Նժդեհի բացառիկ դերակատարությունը Սյունիքի պաշտպանության կազմակերպման Սյունիքում հայոց նոր պետականության դեմոկրատական պետության ստեղծման գործում ի վերջո Գարեգին Նժդեհը պայքարում էր որ Սյունիքը մտնի Հայաստանի կազմի մեջ եւ երբ որ մենք թերթում ենք պատմության էջերը մանավանդ ասենք տարիներ հետո տասնամյակներ հետո մենք իսկապես համոզում ենք որ Գարեգին Նժդեհի դերը բացառիկ է եղել Սյունիքի փրկության գործում չլիներ Գարեգին Նժդեհը միգուցեև ցավով եմ ասում Սյունիքը միգուցե ուրիշ ճակատագիր ունենար Լեռնահայաստանի պատմական դասերը այ ինչ ունենք մենք սովորելու այսօր որովհետև ես որքան էլ խույս տամ այս հարցից բայց պիտի ասեմ որ 1918-21 թվականների դեպքերը այնքան նման են այսօրվա իրադարձություններին եւ կուզենայի դուք մեզ օգնեք հասկանալու այ ինչ դասեր կա որ այսօր էլ արդիական են եւ ընդօրինակման կարիք ունեն Առաջինը ես որ կարայի ուզում եմ նշել դա այնա որ երբ որ առաջի Լեռնահայաստանի ժամանակ է Սյունիքի 20 թվականի ժամանակ երբ որ
հայ բոլշևիկները, ռուս բոլշևիկների հետ մտան համարյա ծաղկի փնջերով դիմավորեցին, հետո տեսան ինչ ա եղել, այսինքն հետո իրանք հասկանալով իրանք սխալը սկսեցին դրանց կադաղի կռիվներով մաքրել Լեռնահայաստանը, Զանգեզուրը այդ թշնամի տարեց, կապ չունի, դա հայ է այդ թշնամին, ռուսա, ով է, թուրքա, կարևոր չի, անկախ այդ թշնամին ով է, որ մտել է քո անկախությունը, քո պետականությունը վերացնի, քո պետականություն վերացնի, դու դիպ կռվես, քո պաշտպանես քո երկիրը, քո հայրենիքը։ Նույնն էլ այսօր։ Կան շատ ուժեր, որ չգիտեմ, էլի դրսի ոնց որ թե ավելի շուտ շահերով են առաջնորդվում, եւ ամենամեծ դասը դա է, որ կապ չունի ով է դա։ Հայկական ազգանունն է գրում, թե ուրիշ ազգանուն, դի քո պետականությանը վտանգ սպառնացող ուժերի դեմ դե դու կանգնես, պայքարես, ոնց որի նժդե, ոնց որի մյուսները։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ զրույցի համար, դուք եղեգնազորից հասել եք այստեղ եւ որպես մասնագետ իհարկե ժամանակը շատ սուղ էր, դրա համար հնարավորություն չկար, որ ավելի մանրամասների մեջ մտնեք, բայց ընդհանուր կարծում եմ մենք կարողացանք այդ օրերի գլխավոր իրադարձությունները հերթով թվարկել, հիշեցնել։ Սիրելի հայրենակիցներ, ես հետեւյալը ձեզ պիտի ասեմ, Լեռնահայաստանի հռչակման 105-րդ տարեդարձը կարծում եմ առնվազն Սյունիքում, եթե ոչ ամբողջ հանրապետությունում, պետք է նշվեր պետական մակարդակով, բարձր մակարդակով, ցավոք այդպես չեղավ, ցավոք նույնիսկ Սյունիքում չգտնվեցին մեր կրթական հաստատություններում մասնագետներ, ամբիոններ, հետազոտողներ, ովքեր գոնե կկարողանային այս օրերին ընդհանրական խոսք ներկայացնել Լեռնահայաստանի պատմության մասին։ Մենք որոշեցինք այս ձևով, այս ձևաչափով նշել, նպատակ ունենալով հիշեցնել մեր պատմության հերոսական այդ էջը, նպատակ ունենալով մեկ անգամ եւս խոնարհվել բոլոր այն մարդկանց, բոլոր այն գործիչների հիշատակի առջև Գարեգին Նժդեհի գլխավորությամբ, ովքեր կարողացել են 1918, 20, 21 թվականներին ապահովել Սյունիքի բնակչության անվտանգությունը, կարողացել են հասնել նրան, որ հայոց Սյունիքը, հազարամյակներից եկող հայոց Սյունիքը մաս կազմի Հայաստանի եւ այդ խնդիրը լուծվել է։ Իսկ եթե մենք իրերը կոչենք իրենց անուններով, անկախ այն բանից, թե այսօր ինչ վերաբերմունք կա Գարեգին Նժդեհի եւ ընդհանրապես Լեռնահայաստանի վերաբերյալ, պիտի ասեմ Գարեգին Նժդեհը եղել եւ մնում է ոգեշնչման անսպառ աղբյուր հայ ժողովրդի համար, մեր երեխաների համար, համոզված եմ նաեւ գալիք սերունդների համար։ Ուրեմն փառք ու պատիվ սպարապետ Գարեգին Նժդեհին, փառք ու պատիվ բոլոր այն հայրենիներին, ովքեր պատմության դժվարագույն այդ փուլում կարողացել են պատմական այդ մեծ խնդիրը լուծել։ Շնորհակալություն ուշադրության համար, մինչև նոր հանդիպում։